Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել բարորակ եւ չարորակ, բայց նույնիսկ բարորակ գոյացություններն այս դեպքում կարող են մահացու վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղը։ Բուժման եղանակները վիրահատություն, ճառագայթային կամ դեղորայքային բուժում կախված են ուռուցքի տեսակից, չափերից ու տեղակայումից։ Ուռուցքների տեսակը որոշելու համար հիմնականում կատարվում է բիոպսիա եւ դրա հիման վրա որոշվում բուժման մարտավարությունը։ Բիոպսիաներն իրականացվում են երկու եղանակով՝ ստերեոտակտիկ համակարգի ու նեյրոնավիգացիայի կիրառմամբ։ Նեյրոնավիգացիոն համակարգը կիրառվում է նաև վիրահատությունների ժամանակ։ Դա մի սարք է, որ թույլ է տալիս ճշգրիտ որոշել ճանապարհը դեպի նորագոյացություն վիրահատության ժամանակ, ճշգրիտ որոշել նորագոյացության սահմանները, ինչքան հեռացնել, իսկ ինչից հետո արդեն ուղեղային հյուսվածքներ։ Դա շատ կարևոր է մանավանդ չարորակ նորագոյացությունների ժամանակ, որոնք իրենց գույնով չեն տարբերվում գլխուղեղից։ Վիրահատությունների ժամանակ բժիշկներին օգնում է նաև այսպես կոչված նեյրոմոնիթորինգը։ Այսինքն վերահսկում է գլխուղեղի աշխատանքը, եւ եթե մոտիկանում եք օրինակի համար ինչ-որ մի կենտրոնին, որը պատասխանատու է ձեռքի եւ ոտքի համար, սարքը մեզ թույլ է տալիս կանխարգելել այդ կենտրոնի վնասումը, այսինքն շրջանցել այդ կենտրոնը վիրահատության ժամանակ։ Գլխուղեղի գոյացությունների մի մասը ենթակա չէ վիրահատական բուժման, պատճառը դրանց տեղակայումն է։ Այդ ուռուցքների բուժման եղանակը դեղորայքային եւ ճառագայթային թերապիան է, անգամ եթե դրանք բարորակ են։ Ճառագայթային բուժումը ցուցված է նաեւ որոշ ուռուցքների վիրահատությունից հետո։ Մոտեցումները տարբեր են, կախված նրանից բարորակ է նորագոյացությունը, թե չարորակ։ Как правило, это от 25 до 30 сеансов лечения. Лечение проводится ежедневно с понедельника. Իբրև կանոն 25-30 բուժման սեանս է։ Բուժումն իրականացվում է յուրաքանչյուր օր, երկուշաբթիից ուրբաթ եւ այդպիսով պացիենտի բուժման կուրսը մոտ 1-ից մինչեւ 1.5 ամիս է տևում։ Հաճախ այս բուժումն իրականացնում ենք նաեւ վարիան Հելսիոն սարքով, որը տեղադրված է իմ թիկունքում, եւ հենց այս սարքն է լավագույնս համապատասխանում նման երկար ֆրակցիոն կուրսեր անցկացնելու համար։ Կենտրոնական նյարդային համակարգի բարորակ ուռուցքները, շվանոմաները, հիպոֆիզի ադենոմաներն ու մենինգիոմաները միշտ չէ, որ ճառագայթային բուժման կարիք ունեն։ Ճառագայթային բուժումն այս դեպքերում կարող է առաջարկվել որպես նյարդավիրաբուժության այլընտրանք։ Այլ է մոտեցումը գլխուղեղի երկրորդային ախտահարման դեպքում, երբ այլ օրգանների ուռուցքների մետաստազները հասնում են գլխուղեղ։ Այս դեպքում կիրառվում է ճառագայթային բուժման ամենաժամանակակից մեթոդը՝ ռադիովիրաբուժությունը։ Мы можем использовать стереотоксическую радиохирургию. Это термин, который подразумевает подведение высокой дозы ионизирующего излучения. Կարող ենք կիրառել ստերեոտակտիկ ռադիովիրաբուժություն։ Սա մեթոդ է, որն իր մեջ ներառում է մեծ ճշգրտության բարձր ճառագայթման չափաբաժին։ Իբրև կանոն պահանջվում է 1-ից 5 կուրս։ Նախքան բուժում սկսելը կատարվում են նախապատրաստական միջոցառումներ, ինչը ներառում է կատե նշագրում, ջերմապլաստիկ դիմակի պատրաստմամբ, գլխուղեղի մագնիսառեզոնանսային նուրբ շերտագրություն, այնուհետև բժշկական ֆիզիկոսների հետ իրականացվում է դոզիմետրիկ պլանավորում եւ իհարկե բուժման բուն կուրսեր։ Պացիենտը ռադիովիրաբուժություն է ստանում ամբուլատոր պայմաններում։ Յուրաքանչյուր սեանս տևում է 30-ից 40 րոպե եւ բոլորովին անցավ է։ Ռադիովիրաբուժությունը նույնպես անվնաս է։ Նայիրի բժշկական կենտրոնն ու Էրեբունի ռադիոթերապիայի կենտրոնը համալրված են ժամանակակից գործիքակազմով գլխուղեղի ուռուցքների ախտորոշման եւ բուժման համար եւ ապահովում են բուժման ամբողջական շղթա՝ բիոպսիայից մինչեւ ռադիովիրաբուժություն։